Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մենք կրկին վերադառնում ենք Afel YouTube-յան ալի կարճատև դադարից հետո արդեն որտեղ մեկնարկումը 2026 թվականի առաջին հանդիպման մեկնարկը քիչ անց կտրվի Լացիոն կմրցի Բետիսի դեմ, սա Winter Cup-ի 4 տուրից հետաձգված հանդիպում է, շատ կարևոր հանդիպում երկու թիմերի համար էլ եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, հետո արդեն կանադառնանք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, ամեն ինչ պատրաստ է արդեն հանդիպման մեկնարկի համար Քիչ անց կտրվի մրցավարի մեկնարկային սուլիչը ու կվերսկսվի հանդիպումը Եվ այո, կա մրցավարի սուլիչը մեկնարկած է հանդիպումը Լացիոյի ֆուտբոլիստները գնդակը հանձնում են Բետիսին եւ եկեք ծանոթանանք արդեն թիմերի հայտարարություններին Սկսենք Լացիոյից Արման Եփրեմյան այսօր պաշտպանում է դարպասը համար 1 Գրիգոր Մկրտչյան համար 3 Արա Դանելյան համար 7 Կարապետ Դիլարյան համար 10 Բաղդասար Բաղդասարյան համար 11 Վարդան Արաքելյան համար 18 Գագիկ Վարոսյան համար 77 եւ Կիմ Մինասյան համար 94 Բետիս Արմեն Մարկարյանը պաշտպանում է դարպասը համար 1 Հայկ Դիլարյան համար 3 Դավիթ Մուսախանյան համար 7 Գորգ Գևորգյան համար 9 Նորայր Հովսեփյան համար 15 Արման Մարկարյան համար 17 Արթուր Գևորգյան համար 77 եւ Դավիթ Հովանեսյան համար 80 Գլորում են գնդակը Բետիսի ֆուտբոլիստները Մուսախանյանը թողեց այստեղ գնդակը Հովանեսյանինով ձախ եզրով շարժվում է առաջին գրոհը տեսնենք Բետիսի բայց այստեղ կարողացավ Մինասյանը ճիշտ դիք զբաղեցնել ու թույլ չտալ որպեսզի փոխանցում հասնի Դանելյանն է ստանում գնդակը դեպի ձախ փոխանցում տեսանք Բաղդասարյան դեպի առաջ բայց այս փոխանցումը արդեն ուժեղ ստացվեց Դանելյանի համար ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Դիլարյանն է սկսում խորքից Բետիսի գրոհներից մեկը, այո, այս հանդիպումը ինչու է շատ կարևոր, արդեն բավական անցել է Winter Cup-ի այս մրցաշրջանից, միջին հատվածը հատել են թիմերը, կոնկրետ խոսքս վերաբերվում է այս թիմերից Բետիսի մասով, իհարկե Լացիոն ավելի ուշ միացավ մեզ ու դեռ իր հանդիպումներից մի քանիսն է անցկացրել, պակաս հանդիպումներ ունի Լացիոն անցկացած, որը դեռ պետք է լրացնի Իհարկե այդ հանդիպումները շատ կարևոր են Լացիոյի համար, այս գրոհը տեսնենք հիմա Բետիսի վտանգավոր է ու բացվում է հանդիպման հաշիվը 1-0 Արման Մարկարյանը բացում է հանդիպան հաշիվ ու արդեն Բետիսն առաջ է անցնում հաշվում մեջ 1-0 շատ կարևոր գնդակ խփեց իր թիմի համար հիմա Մարկարյանը ու տեսնենք արդեն Լացիոն ինչով կփորձի պատասխանել այս ամենին իհարկե մեկնարկում հենց արագ գնդակ բաց թողեցին Լացիոյի ֆուտբոլիստները բայց նրանք մեկ անգամ չէ որ հայտնվում են նմանատիպ իրավիճակներում ու կարողանում են շատ պատվախնդրորեն լուծել այս խնդիրը հիմա տեսնենք Այս գրոհով Բետիսի վտանգավորը Մարկարյանը այստեղ մի փոքր հեռու թողեց իրենից գնդակը այլապես կարող ենք արդեն դուբլ տեսնել նրա կատարման ինչա այստեղ կար խաղի կանոնների խախտում կարծես Մարկարյանի դեմ պայքարում սուլեց ամենայն դեպս մրցավարը հիմա հասկանանք ինչ որոշում է կայացրել Համենայն դեպս մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը հիմա հասկանալու համար արդյոք կար 11 բեզյանոց հարված թե ոչ Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չեղարկեց իր որոշումը չկար 11 մետրանոց հարված Լացիոյի դարպասի ուղղությամբ ու հիմա արդեն Լացիոն կսկսի խորքից իր հերթական գրոհներից մեկը այո ամենայն դեպս Տպավորությունը այնպիսին էր, որ խախտում տեղի էր ունեցել, բայց մրցավարը դրվագը ևս մեկ անգամ դիտելուց հետո համոզվեց, որ 11 մետրանոց հարված չկար, հպում տեղի էր ունեցել, բայց իհարկե դա այն խախտումը չէր, որի համար 11 մետրանոց հարված իհարկե կնշանակեր հանդիպան գլխավոր մրցավարը, հիմա նորից Բետիսն է գնդակով, վտանգավոր հարված է տեսնում ու 2-0 է դառնում հանդիպան հաշիվը այստեղ Հովանեսյանը կրկնապատկում է Բետիսի առավելությունը
Դավիթ Հովանեսյան 2-0 իսկապես հարվածը շատ գեղեցիկ ստացվեց Բետիսի ֆուտբոլիստի ու հիմա արդեն Բետիսը հենց հանդիպման մեկտարկում շատ վստահ ելույթ է ունենում, իհարկե երկու գնդակի առավելություն ունենալ Լացիոյի նկատմամբ հենց մեկտարկում, դա ամեն թիմի հեշտությամբ չի հաջողվում եւ առաջին դեղին քարտը արդեն կտեսնենք հիմա խաղադաշտում, այն կստանա Լացիոյի ֆուտբոլիստի իր գլխավերևում։ Այո, ցույց տվեց մրցավարը այստեղ դեղին քարտ, կարծես թե Բաղդասարյանին ու հիմա արդեն ստանդարտ իրացեց Բետիսը, բայց կարողացան Լացիոյի պաշտպանները այստեղ վստահ գործել ու հիմա փորձում են դուրս գալ պաշտպանությունից, բայց այստեղ կրկին հաջող են գործում Բետիսի ֆուտբոլիստները վերականգնելով գնդակը, հիմա էլ կորցրի եւ եսից արդեն կնետի Լացիոն։ Եվս մեկ եզնային նետում է նշանակում մրցավարը։ Այո, թացը մի փոքր խոտածածկը, հիմա էլ արդեն խաղադաշտում անձրև է տեղում ու ֆուտբոլիստները պետք է հնարավորինս ուշադիր գործեն ավելորդ վնասվածներից զերծ մնալու համար, քանի որ առաջիկայում շատ ծանր հանդիպումներ է սպասվում երկու թիմերին էլ այստեղ եւս մեկ վտանգավոր հակագրոհի էր անցել Բետիսը, բայց կարողացավ Լացիոն լավ պաշտպանվել, հիմա էլ Դիլանյանը հեռացեց գնդակը թույլ տալով մրցակցին արագ գրոհի անցնել ու եզրային նետում իրականացնեն Լացիոյի ֆուտբոլիստները։ Դանելյան անցումը ստացվեց այստեղ Դանելյանի, շարժվում է առաջ Դանելյանը կա փոխանցում, պատխաղարկումը գեղեցիկ էր, բայց այստեղ հասցրեց ճիշտ իսկ զբաղեցնել Բետիսի ֆուտբոլիստը ու հիմա տեսնենք այս գրոհը արդեն ինչ կտա Բետիսին Մարկարյան մեկ հպումով փոխանցում այստեղ դարպասապը դուրս էր եկել Մարկարյանի վրա ու ճիշտ որոշում կայացեց Մարկարյանը, բայց փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց Մուսախանյան չստացվեց հարվածը մնաց գնդակը Գևորգյանի մոտ վտանգավոր է Գևորգյան պետք է հարվածել այդպես էլ արեց Բետիսին համարը, բայց այստեղ փակեցին նրա հարվածի ճանապարհը ու անկյունային հարվածի հնարավորություն է այս դրվագում վաստակում Բետիսը Մինչ այդ հասկանանք ինչ է պատահել հիմա Մուսախանյանին կարծես հարված ստացավ ոտքին, բայց ամեն ինչ կարգին է նրա հետ, իհարկե նա շատ փորձառու ֆուտբոլիստ է Մուսախանյանը Բետիսի կազմում, թիմի առաջատարներից մեկը անկասկածով այսպիսի կարևոր ու վճռական պահերին իհարկե ավելի աչալրջորեն կփորձի գործել հարձակման գծում գեղեցիկ փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ առաջինը կրկին Լացիոյի պաշտպաններն են, ովքեր հիմա դուրս են գալիս պաշտպանությունից դեպի առաջ փոխանցում, բայց Դիլանյան այստեղ վերահասկում էր իրավիճակը ու թույլ չտվեց մրցակցին գրոհի անցնել։ Գևորգյան դեպի աջ փոխանցում եւս մեկ լավ գրոհի անցնում Բետիսը, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը դեպի Մուսախանյանը ընթացող գնդակի ու անկյունային հարվածի հնարավորություն է հիմա վաստակում Բետիսը։ Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Բետիսին եւս մեկ փոխանցում Գևորգյանը նույնիսկ հարված կարողացավ կատարել, բայց այն բարձր ստացվեց ու հիմա հարված կլինի արդեն Լացիոյի դարպասից։ Սխալվում են այստեղ քիչ էր մնում սխալվեն հիմա Լացիոյի ֆուտբոլիստները ամեն դեպքում Մուսախանյանը խլեց գնդակը կատարեց նույնիսկ փոխանցում, բայց արդեն հասցրեցին նահանջել Լացիոյի պաշտպանները հիմա մնաց գնդակը Բետիսի ֆուտբոլիստերի մոտ Դավիթ Մուսախանյանն ձախ եզրում հայտնվել է այդ փոխանցում է կատարում Հովանեսյանի ուղղությամբ լավ խաղարկում է տեսնենք այս գրոհը հիմա ինչ կտա Բետիսին Մուսախանյան, բայց այստեղ շեղությամբ ստացվեց Մուսախանյանի կատարած փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից շտապում է արդեն երևում է այս րոպեներից սկսած իհարկե շտապում են Լացիոյի ֆուտբոլիստները հաճելի չէ նմանատիպ իրավիճակում հայտնվել ցանկացած թիմի համար իհարկե երկու գնդակ բաց թողնել հենց մեկտարկում եւ շատ արագորեն իհարկե Բետիսը կարողացավ երկու գնդակի առավելություն ստանալ այս խաղում, բայց Լացիոն կրկնում եմ այսպիսի իրավիճակներում հայտնվել է բազմիցս ու կարողացել է պատվախնդրորեն դուրս գալ Մինասյան հարված անդարտ կարծես եղավ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ոչ հենց Մինասյանի կատարած հարվածն էլ շեղությամբ ստացվեց ու հարված կլինի հիմա
Մարկարյանի պաշտպանած դարպասից Հիմա վերջացվեց հանդիպումը, Մարկարյանն ուղարկում է գնդակը ձախ եզր Մուսախանյան լավ խաղարկում տեղի ունեցավ, նորից Մուսախանյանն է գնդակով դեպի աջ, բայց այստեղ սահանքման գնով փորձել Լացիոն վտանգը չեզոքացնել չստացվեց Մարկարյան դեպի Գևորգյանը փոխանցում ենք տեսնում վերջինս էլ հետ է ուղարկում գնդակը Դիլարյանին Եվս մեկ բարձից փոխանցում ու այստեղ կարողացավ դարպասապահը Շեղել գնդակի ուղղությունը Դանելյան թիկունքից կա իհարկե Մարկարյանի ճնշումը, բայց մնաց գնդակով Դանելյանը, հիմա արդեն ազատվեց գնդակից ու դեպի ձախ փոխանցում հետևեց Բաղդասարյանն է այստեղ լավներ անցումը, բայց ավելին անել այս դրվագում Բաղդասարյանի մոտ չստացվեց, քանի որ միանգամից հայտնվեց Բետիսի երկու ֆուտբոլիստների շրջափակման մեջ ու կորցրեց գնդակը Հովանեսյան Գեղեցիկ էր գուցե փորձի հեռու տարածությունից այդպես էլ արեց, բայց նրա կատարած հարված այս դեպքում մի փոքր շեղությամբ ընթացավ, իհարկե այս խաղում արդեն մեկ անգամ հարվածով աչքի ընկել է Դավիթ Հովանեսյանը Բետիսի կազմում ու փորձեց եւս մեկ նմանատիպ հարված կատարել, իհարկե գեղեցիկ ստացվեց նրա կատարած հարվածը, բայց այս դեպքում արդեն այն չընթացավ դեպի դարպասը Հիմա էլ Գևորգյանը հեռացեց գնդակու արդեն եզրային նետում կտեսնենք Լացիոյի ֆուտբոլիստների կատարմամբ Հեռար արված ենք տեսնում ու այստեղ շեղությամբ է ստացվում Լացիոյի ֆուտբոլիստի կատարած հարվածը և Մարկարյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Եվ այսպես մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է այս պահին Բետիսը 7 միավորով 7 հանդիպումից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում Նրան հավասար միավորներ ունի այս պահին Լացիոն 6 հանդիպումից հետո Կարելի է ասել այո հարևանությամբ են գտնվում թիմերը այս պահին իհարկե խփած եւ բաց թողած գնդակների տարբերությամբ Բետիսը ավելի վեր է գտնվում 12-րդ հորիզոնականում, 1 հորիզոնական ավելի դեպի առաջատարներին մոտ, բայց իհարկե Լացիոն դեռ ունի անցկացնելու այդ մեկ հանդիպումը, որը դեռ չի անցկացել եւ նոր 7-ական հանդիպումներից հետո ավելի բարձր կլինի պատկերը, բայց կրկնում եմ այս խաղը ինչով է կարեւոր, իհարկե հավասար միավորներ ունեն այս պահի դրությամբ թիմերը ու ցանկացած թիմի պարտություն իհարկե արդեն մյուսից ետ կթողնի Նրանց թիկունքում է նաև Լևերկուզենը, բայց նա 8 հանդիպումից հետո ունի վաստակած ընդամենը 4 միավոր եւ 14-րդ է, իսկ ինչով է կարևոր հաղթանակը այսօր իհարկե հաղթանակը միշտ է կարևոր երկու թիմերի համար, բայց այսօր ավելի առանձնահատուկ մտածելու կարիք ունեն թիմերը, քանի որ հաղթանակի դեպքում տեսեք երկու թիմերն էլ միանգամից 3 հորիզոնականով քայլ կկատարեն դեպի առաջ ու կհավասարվեն 9-րդ հորիզոնականում գտնվող վերջերին պատկերացնում է 12 եւ 13-րդ հորիզոնականում գտնվող թիմերը մեկ հաղթանակի դեպքում ընդամենը եւ այդ հաղթանակը եթե տեղի ունենա այսօր թիմերի կատարմամբ քայլ են կատարում դեպի 9-րդ հորիզոնականում գտնվող վերջերը ինչը իհարկե հաճելի է ցանկացած թիմի համար նմանատիպ արդյունավետությունը հիմա Տեսնենք այս ստանդարտ ինչպես կիրացնի Լացիոն Դանելյանն է գնդակի մոտ, հիմա տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Լացիոյի ֆուտբոլիստերին, իհարկե Դանելյանը կարող է նմանատիպ տարածություններից լավ հարվածներ կատարել
Հիմա տեսնենք արդեն ամեն ինչ պատրաստ է։ Մրցավարը զգուշացնում է Տուգանային հրապարակում ֆուտբոլիստերին ու կամ մրցավարի Սուլեչը Դանելյանն է մոտենում գնդակին հարված է կատարում, բայց այստեղ գնդակը միջև դարպասը Մարկարյանը չհասավ, գլեցին այն Բետիսի ֆուտբոլիստերը ու շարժվում են առաջ Մուսախանյան դեպի աջ փոխանցում վտանգավոր գրոհ է, բայց այստեղ նորից մի փոքր հերո թողեց հարձակման գծում գնդակի իրենից ավելի Արման Մարկարյանը ու հիմա էլ կար խաղի կանոնների խախտում Մարկարյանի դեմ պայքարում եւ ստանդարտ է նշանակում հիմա էլ մրցավարը արդեն Լացիոյի դարպասի ուղղությամբ ու տեսնենք Բետիսի ինչպես խաղարկի այս ստանդարտը իհարկե շատ վտանգավոր է նաև այս դիրքը Բետիսի համար կա մրցավարի Սուլիչը բարձից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Դանելյանը առաջինն է արձագանքում գնդակին ու հեռացնում այն Մուսախանյանի մոտ հիմա էլ այն հայտնվեց հարված ենք տեսնում ու այստեղ գնդակի իր վրա է ընդունում հիմա էլ Լացիոյի պաշտպանը, բայց շարունակվում է Բետիսի գրոհը ձախ եզրով ու անկյունային հարված հիմա այստեղ արդեն Կիրաստի Բետիսը կարողացավ հագել Բետիսի ֆուտբոլիստի առաջխաղացման ճանապարհը Լացիոյի պաշտպանը ու տեսնենք այս անկյունային խաղարկումը արդեն ինչ կտա Բետիսի ֆուտբոլիստերին Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Մուսախանյան հարված ու այստեղ քիչ էր մնում Եղորգ գնդակը տեսնենք այս խաղում, բայց Դիլարյանը վերջի պահին կարողացավ դիպչել գնդակին ու այն հեռացնել դաշտի սահմաններից դուրս եւս մեկ անկյունային իրականացնի Բետիսը Եվս մեկ բարձից փոխանցում, բայց այս դրվագում արդեն շեղությամբ ստացվեց Դավիթ Հովանեսյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Վարդան Արաքելյանի պաշտպանած դարպասից Խաղարկում են այստեղ գնդակը Դանելյանի հետ Լացիոյի ֆուտբոլիստերը դեպի առաջ, բայց շանցավ այստեղ Դանելյանի կատարած փոխանցումը Հետո խախտեց Դանելյանը կարծում եմ խաղի կանոնները, բայց մնաց գնդակը Բետիսի ֆուտբոլիստերի մոտ այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը Գևորգյան դեպի Ձախ Հովանեսյանն է այստեղ բայց հասցրեց այստեղ նահանջել ու թույլ չտալ Հովանեսյանին անցում կատարել Գրիգոր Մկրտչյանը, բայց փոխարենը Հովանեսյանը վաստակեց անկյունային հնարավորություն, որը հենց ինքն էլ կիրացնի Հովանեսյան կա փոխանցումը այստեղ Դանելյանն է նորից կարողանում է հեռացնել գնդակը ինչ է կատարվում այս րոպեներին իհարկե Դանելյանը նոմինալ պաշտպանի կարգավիճակում է հայտնվել մենք դրան սովոր ենք տեսնել հարձակման կրակագծում իհարկե նա շատ արդյունավետ է այդ դիրքում հանդես գալիս բավական ակտիվ ու արդյունավետ ֆուտբոլիստ է Դանելյանը իհարկե Լացիոյի հարձակման կրակագծում բայց այս րոպեներին նա Որպես պաշտպան է հանդես գալիս խաղադաշտում ու տեսնենք դա ինչ կտա Լացիոյին հիմա գրոհի տեղափոխություն դեպի Ձախ եզր Հովանեսյանը ընդունեց այստեղ գնդակը Բարձի շատ լավ փոխանցում կատարեց դեպի Տուգանային հրապարակ բայց կարողացավ այստեղ Դարպասապահ Լացիոյի ճիշտ դիրք զբաղեցնել ու խանգարել Գևորգյանին լավ հարված կատարելու գործում Իհարկե եթե ավելի լավ հարված տեսնենք հնարավոր է գնդակը հայտնվեր դարպասում Դանելյան Եթե ստացվի իհարկե Լացիոյի ֆուտբոլիստերի մոտ մինչ ընդվիշման գնալը մեկ գնդակ ետ բերել ապա երկրորդ կեսը ավելի հետաքրքրությամբ իհարկե կմեկտարկի բայց նախ պետք է մտածել գնդակը ոչ միայն հեղինակելու այլև երրորդ գնդակը բաց չթողնելու մասին իսկ Բետիսը հարձակման գծում ունի Իհարկե Մուսախանյանի պես առաջատարով ցանկացած իրավիճակ կարող է վերածել գոլի հիմա արդեն տեսնենք Լացիոյի այս գրոհը ինչի կվերածվի դեպի աջ փոխանցում բայց ընկավ արդեն գրոհի տեմպը Դիլարյան մնաց գնդակով Դիլարյանը գեղեցիկ էր հարվածը նույնպես բայց Մարկարյանը իհարկե ճիշտ դիրքում էր ու կարողացավ առանց որևէ խնդիրների ֆիքսել Դիլարյանի կատարած հարվածը Հիմա էլ քիչ էր մնում սխալվում էին պաշտպանությունում Լացիոյի ֆուտբոլիստները, բայց այստեղ շատ լավ գործեց Եփրեմյանը։ Իսկ սա խաղի կանոնների խախտում էր, այո։ Հովսեփյանի կողմից ու տեսնենք հիմա ստանդարտ է նշանակում մրցավարը գրքին, նորից Դանելյանն է գնդակի մոտ, քիչ առաջ նա հենց
Մոտավորապես նմանատիպ տարածությունից հարված կատարեց։ Իհարկե չստացվեց այդ դեպքում Դանելյանի կատարած հարվածը, բայց գուցե հիմա կարողանա հաշվի ընկնել Դանելյանը։ Կարծես թողեց գնդակը Դիլարյանին այս անգամ, այո։ Կա մրցավարի սուլիչը Դիլարյան, հարված է կատարում Դիլարյանը, բայց բարձր է ստացվում այստեղ Կարապետ Դիլարյանի կատարած հարված ու հարված կլինի Մարգարյանի պաշտպանած դարպասից, բավական անցավ արդեն առաջի խաղակեսից, մոտենում է խաղակեսը ավարտին ու կրկնում եմ երկու գնդակի առավելություն ունի խաղադաշտում։ Բետիսը նախ Մարգարյանը բացեց հանդիպման հաշիվը, հետո էլ Հովհաննիսյանը կրկնապատկեց Բետիսի առավելությունը Մուսախանյան, թողեց գնդակը Գևորգյանին, ստացավ պատասխան փոխանցումը, վտանգավոր է Մուսախանյան, տեսնենք ինչ որոշում կայացնի ու հիմա դարպասաձողն է արդեն օգնության գալիս Լացիոյի ֆուտբոլիստերին, այո, քիչ առաջ ինչի մասին խոսում էի Մուսախանյանի նմանատիպ իրավիճակներում պետք չէ հնարավորություն տալ հիմա էլ Գևորգյանի հարվածից հետո Դիլարյանը դատարկ դարպասից կարողացավ հեռացնել գնդակը, ինչ է կատարվում հիմա Բետիսը, եթե հեղինակ էր Եոր գնդակ ու գնդարը Թիշման 3-0 հաշվի պարագայում, ապա դա շատ լուրջ քայլ կլիներ դեպի 3 միավոր այս խաղում, բայց առայժմ մնաց անառիկ այս դրվագում Լացիոյի դարպասը, հաշիվը նույնպես անփոփոխ մնաց։ Եսիս նետեց Բետիսը, այստեղ Դանելյանը թիկունքի շնշում մրցակցի, չկար խաղի կանոնների խախտում, մնաց գնդակով Բետիսը, Մարգարյան։ Ու եզրային նետում կատարի Մարգարյան, հիմա ուղարկեց գնդակը դեպի կենտրոն, բայց այստեղ կարողացավ Մուսախանյանը ճիշտ զբաղեցնել դիրք ու թույլ չտալ մրցակցին արագ գրոհի անցնել։ Կա մրցավարի սուլիչը կարելի արդեն խաղարկել այս ստանդարտը բարձից փոխանցում ենք տեսնում դեպի Տուգանային նրա պարակ ու շեղությամբ այս դրվագում ստացվեց Արման Մարգարյանի կատարած հարվածը, իհարկե հստակ չեմ կարող ասել շեղեց նա գնդակի ուղղությունը թե ոչ, բայց փոխանցումը այնուամենայնիվ արդեն շատ վտանգավոր է ստացվել Դանելյան վերջին գրոհներից մեկը եթե ոչ ամենավերջին առաջին կեսում Լացիոյի կատարմամբ Եփրեմյանն է գնդակով, այստեղ Մուսախանյանը հաջող խլում է կատարում, դեպի աջ փոխանցում Մարգարյան, տեսեք այս գրոհիչ կտա Բետիսին, բայց ուժեղ ստացվեց Մարգարյանի փոխանցումն էլ Մուսախանյանի համար ու գնդակը հայտնվեց Դանելյանի մոտ։ Մինասյան դեպի առաջ փոխանցում, բայց այստեղ էլ արդեն Բետիսի ֆուտբոլիստերն էին ու Լացիոյի մոտ գրոհի անցնել չստացվեց, Հովհաննիսյանն էլ գնդակ ուղարկեց որքան հնարավոր է առաջ։ Տեսնենք այս գրոհը ինչով կավարտվի Լացիոյի, բայց այստեղ շատ ուժեղ ստացվեց Վարոսյանի կատարած փոխանցումը մի փոքր էլ շեղությամբ ընթացավ ու արդեն հարմաց կլինի Բետիսի դարպասից Գևորգյան Հովհաննիսյանը հիմա ստացեց գնդակը ձախ եզրում Մուսախանյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ նորից Դանելյանը նահանջում է ու չեզոքացնում Բետիսի գրոհը, հետո սխալ արդեն Լացիոյի ֆուտբոլիստերի մոտ պաշտպանությունից դուրս գալուց ևս մեկ հեռահարված տեսանք Հովհաննիսյանի կատարման, բայց այս անգամ արդեն դարպասապա Արաքելյանը կարողացավ
վերացնել գնդակը ու անկյունային իրականացնի հիմա հենց Հովանեսյանը Ցածից փոխանցում այս անգամ տեսանք Մուսախանյանի մոտելը հարվածը չստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից նորից խորքից Լացիոն առաջ է շարժվում հիմա արդեն մրցավարի փոխհատուցած ժամանակն է ընթանում իհարկե դժվարանում համասել որքան է նա փոխհատուցել բայց հնարավոր է 1-2 րոպե ոչ ավել առաջի կեսին ու կարծես Լացիոն գրո է սկսում այո դեպի աջ փոխանցում տեսանք Եփրեմյանն է այստեղ ցածից այս անգամ հետևեց Եփրեմյանի փոխանցումը բայց Բետիսի ֆուտբոլիստները տեղում էին Հովանեսյան լավներ փոխանցումը Մուսախանյան վտանգավոր է բայց այստեղ արդեն Մուսախանյանի հարվածը չստացվեց կարծես Հարված է ստացել կարծես ոտքին Մուսախանյանը, բայց իհարկե դա խաղի կանոնների խախտում չէր, հիմա արդեն մրցավարը հանձնեց գնդակը Լացիոին ու Դանելյանն է Աշեզով փոխանցում կատարում Եփրեմյանի ուղղությամբ Այո, վերջին գրո առաջի խաղակեսի մենք հիմա կտեսնենք հերար հարված են տեսնում ու այստեղ քիչ էր մնում կրճատել Լացիոն մինչ այդ միշման գնալ հաշվի տարբերությունը Մկրտչյանի հարվածը բավական լավ ստացեց, բայց գնդակը չհայտվեց դարպասում կարճատև դադար մեզ մոտ որից հետո կվերադառնանք Էլի ֆուտբոլասերներ մեկնարկում է Լացիոն հանդեպ Բետիսի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-0 օգուտ Բետիսի ֆուտբոլիստների հիշեցնեմ ովքեր դարձան գոլերի եղանակներ Բետիսի կազմում նախ Մարկարյանը կարողացավ բացել երկրորդ րոպեին հանդիպան հաշիվը հետո էլ արդեն րոպեներ անց Հովանեսյանը հեռար արվածով կրկնապատկեց Բետիսի առավելությունը ու թիմերը ընդմիջման գնացին 2-0 հաշվի պարագայում Ուներ Բետիսը խաղակեսի վերջնամասում լավ հնարավորություններ Եոր գնդակի հեղինակելու բայց դա չստացվեց անառիկ վնաս Լացիոյի դարպաս ու հիմա արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում Առաջին հերթին կրկնում Լացիոն պետք է փորձի հնարավորինս շուտ կրճատել հաշվի տարբերությունը իհարկե խաղ վերադառնալու մասին եթե մտածում են Լացիոյի ֆուտբոլիստները քանի որ իհարկե Բետիսը այս արդյունքից կարծում եմ դժգոհ չէ եւ երկու գնդակ հեղինակելը իհարկե հեշտ չի լինելու Լացիոյի համար մնաց գնդակով այստեղ Բաղդասարյանը լավն էր փոխանցումը վտանգավոր է բայց Դիլարյանին մի փոքր ուժեղ հասցվեց այս դրվագում փոխանցումը հիմա պայեց գնդակը Դիլարյանը հետ փոխանցում Բաղդասարյանի ուղղությամբ այս գրոյից հետո եւս մեկ անգամ կծանոթացնեն թիմերի հայտարարությունները մնաց գնդակը հիմա Բետիսի մոտ այդ իսկ պատճառով չստուլեց մրցավարը Գևորգյան լավ նկատեց Խանկեոչ առաջ խաղացումը բայց այս դրվագում է Լացիոն լավ պաշտպանվեց Մինասյանը տվյալ դրվագում հետո արդեն սխալ պաշտպանությունում ու անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում հիմա Բետիսը եւ այսպես եւս մեկ անգամ ծանոթ տանք թիմերի հայտարարություններին Լացիոյի դարպասը Այս րոպեներին պաշտպանում են Վարդան Արաքելյանը համար 1, Արման Եփրեմյան համար 18, Գրիգոր Մկրտչյան համար 3, Արադ Դանելյան համար 7, Կարապետ Դիլարյան համար 10, Բաղդասարյան համար 11, Մուսախանյան վտանգավոր է ու դարպասածողն է հիմա օգնության գալիս Լացիոն, Դիլարյան ու հիմա հնարավորությունն է Լացիոն հարակակը գրոյի, բայց Դիլարյանի փոխանցումն էլ այս դրվագում չանցավ, նորից Բետիսը գրոհում ձախ եզրով, այս գրոհից հետո խոսենք այդ մասին, Մուսախանյան ու հիմա նորից կարողանում է Դարպասը անարիք պահել Վարդան Արաքելյան իհարկե կրակեց այս դեպքում Մուսախանյանը արդեն բայց Արաքելյանը կրկին իր դիրքում էր ու դարպասը անարիք պահեց շարունակ եմ ծանոթացնել Լացիոյի կազմը Գագիկ Վարոսյան համար 77 եւ Կիմ Մինասյան համար 94 Անկյունային խաղարկումը տեսնենք, որից հետո կանադառնանք նաև Բետիսի հայտարարությունին Մարկարյանն է ուղարկում գնդակը դեպի Տուգանային հրապարակ Գևորգյանն էլ փորձեց արվածել Շտացվեց ու հիմա Դանելյանն է խլում կատարում եւ շարժվում առաջ զարգացնելով արագություն Դանելյան լավ գործեց այստեղ Դանելյանը գուցե փորձի հերու տարածությունից չփորձեց, բայց մնաց գնդակով ուղարկեց հիմա գնդակը Բաղդասարյանին Դեպի աջ փոխանցում Մկրտչյան
Լավ գործեց Մկրտչյան, այստեղ անցումը ստացվեց, փոխանցումը նույնպես վտանգավոր է, բայց որտեղ է հարվածում հիմա Եփրեմյանը ուներ լավ հնարավորություն հիմա Եփրեմյանը դարպասը գրավելու համար, պետք էր պարզապես շտապել, բայց իհարկե հանդիպման լարվածությունը դա թույլ չտվեց այս դրվագում Եփրեմյանին ու նրա կատարած հարվածը բարձր ստացվեց։ Ծանոթ եմ նաև Բետիսի հայտացուցակը դարպասը պաշտպանում է Արմեն Մարկարյանը համար 1, Հայկ Դիլարյան ներողություն Դիլանյան համար 3 Դավիթ Մուսախանյան համար 7 Գորգ Գևորգյան համար 9 Նորայդ Հովսեփյան համար 11 Արման Մարկարյան համար 17 Արթուր Գևորգյան համար 77 եւ Դավիթ Հովանեսյան համար 80 Արաքելյանն է գնդակով Սխալ այստեղ Մուսախանյանի մոտ է հայտնվում գնդակը հարված է կատարեց Մուսախանյանը, բայց Մինասյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա քիչ էր մնում արդեն ինքնագոլի հեղինակ դառնալ կարծես թե Դանիելյանը այս դրվագում փորձեց հեռացնել գնդակը, բայց այն ընթացավ հենց Լացիոյի դարպասի ուղղությամբ ու լավ է այս դրվագում բարձր ստացվեց Չակերտա, որ իհարկե Դանիելյանի կատարած հարվածը տեսնենք անկյունայինի խաղարկում ինչ կտա Բետիսին կա փոխանցում ու Մուսախանյանի մոտ այս դրվագում չստացվեց կրկին դիպուկ գտնվել, իհարկե դեռ այս խաղում իր խոսքը չի ասել Մուսախանյանը կատարել է մի քանի կրակոցներ դարպասի ուղղությամբ, բայց առայժմ գնդակը նրա կատարած հարվածներից հետո չի հայտնվել դարպասում, իսկ մենք սովոր ենք Բետիսի խաղերում իհարկե Մուսախանյանի արդյունավետությանը հետևել հուսանք մենք այսօր կունենանք առիթ այդ մասին խոսելու, իհարկե այդ առիթի հեղինակը պետք է հենց Մուսախանյանը լինի Մկրտչյան խորքից փոխանցում տեսանք այստեղ փակվեց գնդակի ճանապարհը, բայց գնդակը մնաց Լացիոյի ֆուտբոլիստների մոտ Բաղդասարյան լավն էր անցումը, լավն էր փոխանցումը ու այստեղ վերջի պահին Նայն Հովանեսյանը փակեց գնդակի ճանապարհը ու զարգացնում է արագություն, հարված էլ կատարեց գնդակը դիպավ Դանիելյանին ու անկյունային հարված է նորից վաստակում Բետիսի այս դրվագում Խաղարկեցին գնդակի հիմա Բետիսի ֆուտբոլիստները դեպի Գևորգյանը փոխանցումը կա Գևորգյան հարված ու Դանիելյանը այստեղ թույլ չտվեց որպեսզի գնդակը անցնի իրենից հետո էլ վերցեց գնդակը արդեն Լացիոյի դարպասապը ու այն նետեց Մկրտչյանի ուղղությամբ Դանիելյան լավ գործեց այստեղ Դանիելյանը, իհարկե ռիսկ կար Դանիելյանի գործողության մեջ, բայց վստահ է այդ գործողության մեջ Մկրտչյանը հիմա զարգացնում արագություն ու Դիլանյանն այստեղ կարողացավ հեռացնել գնդակը եզրային նետում կարծես թե նշանակեց մրցավարը Ոչ Տուգանային արված է նշանակել, այո, կարող խաղի կանոնների խախտում Մկրտչյանի թիկունքից ու տեսնենք այս ստանդարտի խաղարկումը արդեն ինչի կփորձի վերացել Լացիոն կրկնում նրանց հրատապը անհրաժեշտ է մեկ գնդակի հետ վերել, քանի որ Բետիսը ընդհանրապես շտապելու ոչ մի տեղ չունի, իհարկե առավելությունը այդպիսին է Բետիսի այս րոպեներին, որ նրանք կարող են նույնիսկ չմտածել Գեորգ գնդակի մասին, բայց ահա մեկ գնդակ Լացիոն եթե ետ բերի ու հիմա կարող է այդ ամենը անել, բայց Չստացվեց այս դրվագում հեռացեցին գնդակը Բետիսի ֆուտբոլիստները Մուսախանյան դեպի առաջ այստեղ չկար Բետիսի ֆուտբոլիստերից ոչ ոք Դիլարյանն է հիմա էլ պաշտպանությունում ուղարկեց գնդակը առաջ Բաղդասարյան մնաց գնդակով Բաղդասարյանը թողեց այն Մինասյանին, բայց Մինասյանի հարված այստեղ չստացվեց ու հիմա նորից խաղի կանոնների խախտում կար Մկրտչյանի դեմ պայքարում Մուսախանյանի կողմից այս անգամ ու նորից ստանդարտ է նշանակում մրցավարը Լացիոյի օգտին Եվ այս անգամ արդեն Բաղդասարյանն է պատրաստվում հարվածը կատարելուն
կա մրցավարի սուլիչը Բաղդասարյան հարվածը նույնպես կա այստեղ բայց Պետիսի պաշտպանները իրենց վրա ընդունեցին գնդակը հետո սխալ Դանելյանի մոտ է հայտնվում գնդակը բայց Հովանեսյանը լավ է գործում այս դրվագում հիմա էլ փոխանցում կատարեց դեպի Մուսախանյանը կրկին Հովանեսյան կարող է արագ գրոյի անցնել իհարկե Պետիսը բայց երևում է նրանց գործողություններում իհարկե որ չեն շտապում հիմա արդեն ստացվեց այդ ամենը Մուսախանյան բայց հեռու թողեց գնդակը մնաց գնդակը չնայած Պետիսի ֆուտբոլիստերի մոտ ու հիմա տեսնենք ինչ է պատել Մարկարյանին առաջնահերթ, հետո նոր արդեն կարատառանք դրվագի մասին կա մրցավարի սուլիչը հարված ենք տեսնում այստեղ, բայց բարձր է ստացվում Պետիսի ֆուտբոլիստի կատարած հարված ու Լացիոն սկսում է խորքից Գիլարյան Շարժվում է առաջ այսօրը հիշեցնում այս հանդիպումից բացի ևս մեկ հանդիպում ունեն ձեր ուշադրությանը ներկայացնելու Էվերտոնը կմրցի Մանչեսթեր Յունայթեդի դեմ անչափ կարևոր ևս մեկ դիմակայություն Ափելի շրջանակներում այնտեղ շատ բան կարող է որոշվել այդ հանդիպումում Իվան Մուսախանյանը շատ լավ փոխանցում կատարեց Մարկարյանի ուղղությամբ Մարկարյան այստեղ դանդաղեց մի փոքր հետո գնդակը առաջ նետեց բայց արդեն բավական հեռու ստացվեց այս դեպքում Մուսախանյանն է նորից ստանում հիմա իր աչքի եզրում գնդակը բայց թիկունքից լավ աշխատեց այս անգամ Եփրեմյանը Գևորգյան նորից կա փոխանցում Մուսախանյանն է կրկին գնդակով տեսեք 2-3 փոխանցում ու գնդակը կրկին Մուսախանյանի մոտ է գեղեցիկ է այս ամենը Մուսախանյան պետք է ավարտին հասնել այս գրոհը բայց փոխանցում ուժեղ ստացվեց Մուսախանյանի կատարած ու Գնդակը հետո էլ արդեն դուրս եկավ դաշտի սահմաններից իսկապես շատ գեղեցիկ գործեց Մուսախանյան այս դրվագում, բայց անցումից հետո ոչ ինքը կարողացավ արված կատարել դարպասի ուղղությամբ ոչ էլ փոխանցումը նպատակը կետին հասավ, իհարկե հասկանալի է Մուսախանյանին այս իրավիճակում բավական ջանք գործածեց ու սպառվեց կարելի ասել նրա ուժերը վերջին պահին Դանելյան Ուղարկում է գնդակը Դիլարյանին, հարված ենք նույնիսկ տեսնում այստեղ Դիլարյանի կատարման, բայց բարձր է ստացում նրա կատարած հարվածը պետք է, այո պետք է փորձի Լացիոն ամեն դեպքում այն նմանատիպ տարածություններից գոնե հարվածներ կատարել, իհարկե որևէ այլ տարբերակի մասին Լացիոյի տեսանկյունից խոսք լինել պարզապես չի կարող Մուսախանյան, նորից գնդակով Դավիթ Մուսախանյանն էր, բայց այս դեպքում փոխանցումը անհաջող կրկին ստացվեց նրա կատարած ու Լացիոն շարժվում է առաջ Բաղդասարյան Գուցե փորձի հերվից Բաղդասարյանը այդպես էլ արեց, բայց նրա կատարած հարվածը նախ թույլ ստացվեց, հետո էլ արդեն դարպասապահ Արմեն Մարկարյանը կարողացավ ֆիքսել գնդակը Հիմա նորից Բետիսն է գրոհում ձախ եզրով, իհարկե պետք է փորձեն Լացիոյի ֆուտբոլիստները կրկնում եմ հեռար հարվածներ կատարել, թաց է խոտացածքը, դա ինչ որտեղ կարող է արդեն օգնության գալ Լացիոյին նմանատիպ հարվածների ժամանակ, իհարկե Անդրադարձերը կարող են գալ օգնության, այնպես որ պարզապես չանել ոչինչ չի ստացվի, հիմա ևս մեկ հարված տեսանք ու այստեղ միանգամից տեսեք Բետիսի 2-3 ֆուտբոլիստներ հայտնվեցին Վարոսյանի հարվածի ճանապարհին, Մկրտչյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում, ցածրից փոխանցում էր սա, բայց Մարկարյանը վերցրեց գնդակը, շատ հաջող փոխանցում էր կատարեց դեպի Մուսախանյանը, 2-2-ի գրոհում է հիմա Բետիսը Մուսախանյան, Մարկարյան լավ էր մտածել այստեղ Մարկարյանը, բայց Դանելյանը կարողանում է հեռացնել գնդակը թույլ չտալով այն հասնի Մուսախանյանին Մարկարյան բարձից հիմա էլ հետևեց փոխանցում, բայց բարձր ստացվեց այստեղ Բետիսի 11 համարի կատարած հարվածը
ու արված կլինի Լացիոյի դարպասից Մինասյանն է տեղադրում գնդակ ու խաղարկում այն Մկրտչյանի հետ դեպի աչ Դանելյան Պարոսյանին ուղարկեց գնդակը Պարոսյանն էլ Բաղդասարյանի հետ խաղաց բայց հետո արդեն կորցրեցին գնդակը Լացիոյի ֆուտբոլիստները Գևորգյան հիմա կարող է ստացվել Բետիսի մոտ Մուսախանյան վտանգավոր է Մուսախանյան բայց հաստրես նահանջել այս դրվագում Մկրտչյանը ու նորից Մուսախանյանի հարվածը չի ստացվում վերջի պահին որևէ բան նրան այսօր խանգարում է դիպում գտնվել ամեն ինչ կրկնում եմ շատ լավ են անում Բետիսի ֆուտբոլիստները մինչ վերջնական հարված այս րոպեներին ու այս րոպեների ընթացքում մենք արդեն մի քանի անգամ այդպիսի հարվածներ պետք է տեսնենք Մուսախանյանի կատարմամբ դարպասի գրավման մասին է իհարկե խոսքս բայց առայժմ դա տեղի չունեցավ հիմա անկյունային կրկին իրականացնի Լացիոն Ցածից փոխանցում էր այս անգամ էլ հետևում ու Հովհաննիսյանը դիտեց գնդակին, բայց հետո նրա կատարած փոխանցումը չանցավ, հիմա հեռացեցին գնդակ ու Մարկայանը կարող է լավ գրոհ սկսել իր թիմի համար, բայց դանդաղեց այստեղ մի փոքր Մարկանյան ու գնդակ ուղարկեց դեպի Աշեզր, Գևորգյան, կրկին Մարկանյան, անցումը ստացվեց Մարկանյանի, հարվածը նույնպես ու Եոր գնդակն է հեղինակում Մարկարյանը Բետիսի կազմում դուբլ գրանցելով այս խաղում իր անվան դիմաց 3-0 է դառնում հանդիպան հաշիվը Արման Մարկարյան 3-0 այո դուբլ գրանցեց Մարկարյանը իր անվան դիմաց այս խաղում ու Բետիսն էլ ավելի շուտ խփեց իր Եոր գնդակը քան Լացիոն փորձեց կրճատել հաշվի տարբերություն իհարկե դեռ կա 10 րոպե խաղաժամանակ հանդիպման ավարտին իհարկե կփորձի Լացիոն որևէ բան ձեռնարկել բայց առայժմ այս րոպեների դրությամբ իհարկե ոչ մի վտանգ առայժմ Մարկարյանի դարպասին չի սպառնացել Եվ կարելի է ասել իհարկե, որ Բետիսը իր այս խփած Եոր գնդակով շատ հարցերի պատասխան մեզ այսօր գուցե տա, հիմա տեսնենք այս գրոհը, բայց Մարկարյանը հիմա էլ այստեղ է կարողանում է խլել գնդակը, հետո կորցնել Բաղդասարյան, լավն էր փոխանցումը դեպի կենտրոն Մինասյանն էլ պահեց այն իր մոտ, հետո փորձեց հասցեակել Դիլարյանին գնդակը, բայց սա անկման գնով հեռացեցին Բետիսի ֆուտբոլիստները ու հիմա էլ որքան հնարավոր է Պետք է ճշգրիտ սկսի գրոհը Լացիոն Բաղդասարյան դեպի աչ փոխանցում Մկրտչյանն է այստեղ գնդակով հիմա պրեսինգ է գնացել Բետիսը ու քիչ էր մնում արդեն սխալվեն Լացիոյի ֆուտբոլիստները հետո սխալվեցին ու Լավ է ամեն ինչ լավ ավարտվեց Դիլարյանն այստեղ պահեց գնդակը դաշտի սահմաններում, բայց հետո էլ փոխանցումը ուժեղ ստացվեց նրա կատարած ու արված կլինի Մարկարյանի պաշտպանած դարպասից Լավ գործեց հիմա էլ Արման Մարկարյանը տեսնենք այս գրոհը ինչի կվերացի Բետիսը կա փոխանցում ու սա ավելի շատ հարված ստացվեց Մարկարյանի կատարմամբ այստեղ էլ կարողացավ մի փոքր բախտի գործոնը օգնության գալ Լացիոյի ֆուտբոլիստերին հետո արդեն Արաքելյանը դիպավ գնդակին դարպասը ձողը օգնության եկավ ու չհայտնվեց 4-րդ անգամ գնդակը Լացիոյի դարպասում բայց կար իրատեսական շանսեր իհարկե այս դրվագում դարպասը գրավելու Բետիսի տեսանկյունից Հովհաննիսյան
լավ գտավ Գևորքյանին դեպի Ձախեզր Մուսախանյան հիմա էլ Մուսախանյանն է փոխանցում կատարում Գևորքյան բայց ստացվեց Գևորքյանի մոտ հարվածը կատարել իհարկե խանգարեցին Լացիոյի ֆուտբոլիստները նրան թիկունքից ու հարվածը Գևորքյանի մոտ դիպուկ ստացվեց Դանելյան Անցումը ստացվեց Դանելյանի մոտ, փոխանցումը նույնպես Բաղդասարյանն է առաջ շարժվում, հիմա պետք է փորձել, ինչու չեն փորձում Լացիոյի ֆուտբոլիստները այս տարածություններից Դանելյանին էլ ուղղված այս փոխանցումը, բայց շատ թույլ դա տեղի ունեցավ ու հիմա արդեն տեսնենք Բետիսի գրոհը Մկրտչյանը միջև վերջ պայքարում է ու թույլ չի տալիս հաջող փոխանցում կատարել այս դրվագում Հովհաննիսյանին, հետո էլ Դանելյանը եկավ Մկրտչյանին փոխօգնության անցումը կատարեց ու դեպի Աչեզը նորից փոխանցում Մկրտչյան, եթե հիմա կարողանա իհարկե Նույնիսկ 3-0 պարտության դեպքում իհարկե մեկ գնդակետ բերել Լացիոն, բայց կրկնում եմ այս առաջիկա 1 րոպեի ընթացքում որևէ բանի մասին հնարավոր է մտածել իհարկե ոչ ոքի տեսանկյունից առնվազն, բայց չի ստացվում առայժմ Լացիոյի ֆուտբոլիստների մոտ այդ վերջնականում վճռական հարվածը հիմա էլ Մինասյանը սխալ եզրային նետում կատարեց ու եզից կնետի արդեն Բետիսը Հովհաննիսյան դեպի առաջ փոխանցում, բայց այստեղ չկար Բետիսի հարցակման գծում որևէ մեկը, հիմա կարող է պարզապես ողջ կազմով իհարկե պաշտպանվել Բետիսը չմտածել նույնիսկ գրոհ կատարելու մասին հակագրոհի տարբերակի մասին միայն շեշտը դնել կստացվի չէ իհարկե չունեն մտածելու ոչ մի կընթիր Բետիսի ֆուտբոլիստները կարծում են պարզ է 3 միավորի հետ կապված այսօր հաղթողի հետ կապված բոլոր հարցերը արդեն Լացիոն ժամանակի առումով չի հասցնի 3 գնդակ հեղինակել մենք շատ ու շատ անգամներ տեսել ենք ԱՖԼ-ի շրջանակներում թե ինչպես են թիմերը 1-2 րոպեների ընթացքում 2-3 գնդակներ հեղինակում ու բրկում շատ ծանր հանդիպումներ իհարկե բայց Այսօր Լացիոն այդ ֆուտբոլը լինենք անկեղծ ցույց չի տալիս Մուսախանյան դեռ թողեց մի փոքր գնդակը բայց հիմա վտանգավոր գրոհի անցնում Բետիսը ուղարկեց գնդակը Մարկարյանին ով հետրիկ է հեղինակ է դառնում 4-0 դարձելով հանդիպան հաշիվը գեղեցիկ արեցին ամեն ինչ այս անգամ Բետիսի ֆուտբոլիստերից Մուսախանյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ Արման Մարկարյանը 4-0 դարձեց այս հանդիպան հաշիվը հիմա ստացվեց Լացիոյի մոտ արագ գրոհի անցան ու Մինասյանն էր արդեն հայտնվել հարձակման կրակագծում բայց նրա կատարած հարվածն շեղությամբ ստացվեց հիմա Մուսախանյանի մոտ է կրկին գնդակը Գևորքյան որքան ազատ է այս րոպեներին Լացիոյի պաշտպանությունը իսկ Գևորքյանի կատարած փոխանցում այս անգամ ուժեղ ստացվեց իհարկե հասկանալի է Լացիոյի տեսանկյունից ոչնչի մասին այլևս չեն մտածում ու շարժվում են առաջ որքան հնարավոր է չմտածելով նույնիսկ պաշտպանության մասին իհարկե պարտվել 3-4-5-0 այս համում որևէ էական տարբերություն չկա այնպես չէ որ սա վճռորոշ հանդիպում է այն հանդիպում իհարկե ցանկացած հանդիպումն է կարևոր մինչև 17-րդ տուրը թիմերի համար բայց սա այն կարևոր ու վճռական պահը չէ որ մենք ասենք մեկ գնդակի տարբերությունը որևէ որոշիչ բան կլինի Մուսախանյան ու հիմա դարձավ գոլի հեղինակ Մուսախանյանը 5-0 դարձելով այս հանդիպան հաշիվայով Դավիթ Մուսախանյան 5-0 այնուհամենայնիվ դա այսօր դարձավ գոլի հեղինակ ճիշտ է այս դրվագում դարպասապայի գործոնը օգտեց Մուսախանյանին աչքի ընկնել ոչ մի ռեակցիա նրա կատարած հարվածին այս դրվագում ցույց չտվեց
Լացիոյի դարպասապա Առաքելյան, այսօր իհարկե Լացիոն հասկանալի է չունի հիմնական դարպասապա ու դրան փոխարինողներն են այսօր տեղ զբաղեցնում դարպասում, բայց դա իհարկե վիճակագրության վրա ոչ մի ազդեցություն չի ունենում Մուսախանյանի անվան դիմաց գրանցված է նրա խփած գնդակը ու արդեն Լացիոն պարզապես նույնիսկ գրո չի կատարում այս րոպեների հիմա միգուցե ստացվի Դանելյան լավն էր փոխանցումը դեպի Դիլարյանը, բայց այստեղ նորից ոչինչ չստացվեց անել Հովհաննիսյանը նահանջեց ու կարողացավ վտանգը չեզոք հասնել հիմա կրկին գնդակը Հովհաննիսյանի մոտ է դեպի առաջ փոխանցում Գևորգյան տեսեք որքան ազատ է Լացիոյի պաշտպանությունը Գևորգյան տեսնենք ինչ որոշում կայացնի 3-3-ի դիմաց կատարեց փոխանցում այստեղ Եղավ կարծես թե անդրադարձ ու անկյունային հարված է վաստակում այս դրվագում Բետիսը, բայց մինչ այդ տեսնենք հիմա ինչ է պատել Լացիոյի ֆուտբոլիստին խաղարկեցին այնուամենայնիվ անկյունային վտանգավոր է տեսնենք այս գրո ինչի կվերացի Բետիսը հարված ենք տեսնում ու այստեղ Դարպասապա վերջում է գնդակը, բայց հանդիպումը հենց այստեղ է լավ վարտվում է, այո, հետաքրքիր հանդիպում իսկապես դիտեցինք, բայց Բետիսը կարողացավ վաստակել իր հերթական 3 միավորը ու ամրապնդվել մրցաշարային աղյուսակում։ Այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը կարճատև դադար, որից հետո կվերադառնանք